հեռու մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին, բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, բոլոր նրանց հոգիներին արևավառ, կյանքի, մահի այս ամեհի աղջամուղջում, ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն։ Բարեկամներ, մենք վերադարձանք, այսօր իմ հյուրն է Հայաստանի ճարտարապետների միության ԱՄՆ-ի մասնաճյուղի նախագահ ճարտարապետ Վարժան Աքշերյանը, խոսում ենք հայ ճարտարապետության ակոնքների եւ տարածման մասին։ Մինչ մեր հաղորդման շարունակելը մի արագ մի հայտարարություն անեմ ձեզ, ելի բարեկամներ, որը ինչպես ժամանակին խոսել էի եւ շատ հետեւակի հպանցիկ նկատել էր, որ մենք սեպտեմբեր ամսվա վերջում սեպտեմբերի 25-ին Կիրակի օր է, երեկոյան ժամը 5:30-ից մինչև 7:30, 7:30 պիտի փորձենք այս ծրագրով իրականացնել մի տելետոն դրամավակ այս ծրագրի պահպանման եւ շարունակման համար։ Հիմնականում խոսքը գնալու է այն մասին, թե արդյոք արժե պահել եւ շարունակել այս ծրագիրը թե ոչ, եթե այո, ուրեմն մենք պիտի կարողանանք որոշակի գումար հայթայթենք այս ծրագրի ծախսերը փակելու համար եւ այդ մասին հաջորդ հաղորդումների ժամանակ ձեզ կհիշեցնեմ։ Ուղղակի փորձեք հիշել սեպտեմբերի 25-ին Կիրակի օրը երեկոյան 5:30-ից 7:30 պիտի փորձենք այստեղ տելետոն անցկացնել ու փորձենք այս ծրագիրը պահել։ Շատերն ասում են պետք է, դե ուրեմն եթե պետք է, ուրեմն մի բան անենք, ծախսերը հոգանք։ Եվ այսպես, պարոն Վարժան, դուք հասաք միտեղ, որ ուզում եք շարունակել մեր ճարտարապետության ճանապարհը դեպի Եվրոպա։ Այո, նկարներ պետք է ցույց տանք, հիմա երևի կմիացեն այդտեղ։ Ահա։ Եթե չի եղում այնտեղ։ Չի եղում։ Դժվար է։ Չի եղում։ Չի եղում։ Լավ չեն երևում նկարները։ Չի եղում, չի եղում։ Նկարը մի ցույց տանք։ Դες ուրիշ բան ասում ստանես։ Այդ տեսնում եք հիմա, այս նկարը նայեք։ Այդ տեսնում եք Պոկրասյան է եւ Պոկրասյայից դուրս եկած ամբողջ հայկական ճարտարապետության ասոցիացիոնը, թե ինչպիսի տարածքով ուր է գնացել, ինչպիսի ասոցիացիոն է ունեցել մեր հայկական ճարտարապետությունը։ Եվ ամենակարևորը որ այս մեկ անգամ նա թեպի հարավը գնացել, թեպի հյուսիսը գնացել եւ ամբողջ պատմությունը այմա այս միշտ կարծես այս սա այս կարծեսը արել է ֆրանսիացի ճարտարապետ հետախուզող Օգուստ Շվազեն այս մեկ ամբողջ Հայաստանը այստեղ է Հայաստանից ինչպիսի սեբձովով միջև Դանեմարկը, Ֆրանսիա, Անգլիա ամբողջ այս տարածությունը ինքը անձամբ գնացել ուսումնասիրել է եւ ամբողջ այս տարածությունը դա ոչ թե հայերեն արել Օգուստ Շվազեն 1890-ական թվականներին այդ ամբողջը ցույց է տվել անգամ այստեղ նայեք ինչքան որտեղ ասեց չկա մեր հայկական ճարտարապետության ասոցիացիաները որ Հայաստանից գնացել են դեպի Բուլղարիա, Ռումինիա, Հունաստան եւ այդտեղից գնացել են դեպի Եվրոպա սա այն փաստաթղթերն են որոնք ապացուցում են որ հայկական ճարտարապետությունը մենակ մի երկրում չի այլ ամբողջ տարածված աշխարհով մեկ եւ սա հիմնական նայ ասում որ մենք ոչ միայն ստեղծել ենք մեր երկրում այդ էսեք ամի քարտես այս քարտեսը որ շատ հետաքրքիր է ցույց է տալիս
Պավլիկյան շարժման ուղղությունները, թե ինչքան երկիր նա գնացել մեր հայկական օրինակ այս կարտեսը ստեղծված է դերևս 4-րդ տարում տեսեք, ուրեմն ինչպիսի պայմաններում է ստեղծված այս կարտեսը 4-րդ տարում, ավելի 3-րդ տարի, վերջին 4-րդ տարի, հռոմեացիներն սա կոչվում է Բիտինկերյան կարտես, հռոմեացիները կարտես են ստեղծել Հայաստանի ճանապարհներով, որտեղ այս ճանապարհներով է անցել ամբողջ արևելք, արևմուտք արևտրական պատերականական ապրանքների տեղափոխման ուղղությունները։ Եթե այսպիսի կարտես եղել է թերևս 3-4 տարում, ապա այս ճանապարհներով է անցել ամբողջ մեր քաղաքականները, ամբողջ մեր բարբետները։ Հիմա տեսեք, այս ուրիշ կարտես է ցույց կտամ։ Այդ տեսեք, այս կարտեսը սա բյուզանդական կայսրության կարտեսն է, բայց մեր ժամանակ նայեք, բյուզանդական կայսրության կարտեսը, բայց այս ամբողջ տարածքում միջայնոց հայկական ճարտարապետությունը տարածվել է Հայաստանից Բյուզանդիայից առաջինը տարածվել է Իտալիա, ինչի համար, որտեղ Իտալիան երկար ժամանակ եղել է բյուզանդական կայսրության փակացուցիչ մասը եւ ամենակարևորը եղել է այս մասում այս արևմտյան ափը հենց եկել է այն հիմնական տարածքը, որտեղ ստեղծվել է հայկական ճարտարապետության ասոցիացիան հուշարձանները։ Հիմա ցույց կտամ ուրիշ նկարներ, որոնք որ ցույց կապացուցեն, թե ինչպիսի ասոցիացիա եք մենք ունեցել։ Այո, ցույց կտամ մի ուրիշ նկար։ Այդպես այս նկարը։ Մի րոպե։ Այս նկարը այս նկարը ցույց է տալիս Հայաստանից Պավլիկյան շարժման ամբողջ ուղղությունները, որ ուր է գնացել, ինչպես է գնացել այդ ամբողջ մեր շարժման ուղղությունները, ալիքարտականների։ Այսինքն մի քիչ լավ չեն ավեց կարտեսը, ինչ որ է, երկրի կոմպյուտերից է դա։ Ամենայն դեպս, ես ինչ էի ուզում ասել։ Հիմա ես ցույց կտամ մի ուրիշ նկար, Այս մացեցուց կտամ դա Իտալիայում է։ Եթե մենք ունենք շենքավիճ, որտեղ մենք ունեցել ենք կլոր շենքեր եւ այլն, որոնք մենք դա համարում են մեր նախնադարյան շրջանակաշրջանի կառուցվածքները, ապա տեսեք նույնն էլ Իտալիայում է։ Եթե մենք ունենք որոշ կառուցվածքներ, որոնք որ ունեցել են կմպետանման սուրտ տարածություններ, նույնն կա նաև Իտալիայում։ Եվ սա ինչն է ուզում ասել, որ ճիշտ է տարբեր երկրներում են, դա եւ կարողացել է մտածելակերպի եւ անգամ ոչ քաղաքական մտածելակերպի զարգացման մակարդակը, որը նույն տիպի հուշարձաններ է ստեղծել։ Այստեղ նայեք, այսպես մի հատ հուշարձան կա այստեղ, հիմա ցույց կտամ այդ։ Այդ տեսեք, այս մի հետաքրքիր հուշարձան կա։ Սա Մուսասիրի տաճարն է, որը ստեղծված է ուրանտական ժամանակաշրջանից 780 քանի թվականներին։ Եվ շատ տարօրինակ է։ Այս հուշարձանը ունի մեր Գառնի տաճարի նախատիպն է համարվում։ Եվ պատկերացնում եք, եթե հիմա ասեմ, կասեք, շատ չեղավ արդյոք, որ անգամ հունական ճարտարապետությունը կապեցինք մեր Գառնի տաճարի հետ։ Այո, երբ որ այստեղ եւ Մուսասիրի տաճարը կար, Հունաստանում վերիպտերային կառուցվածք չկար, ոչ էլ Հռոմում։ Բայց այս տաճարը, որ կառուցված է մինչ Քրիստոսի օրնական վերիպտերային կառուցվածքները ստեղծվել են 3-4 տարում, մինչ նախքան Քրիստոսը։ Իսկ սա ստեղծված է 7-րդ տարում,
այսինքն հունականից մոտ 400-500 տարի առաջ հանկած այս ոճը տարածվել է Եվրոպա, կգնացել է Եվրոպա, եւ այն ժամանակում Հունաստանում դա վերամշակվել է եւ որոշ ժամանակ հետո, երբ որ անցել են արդեն մոտ 400 տարվա հետո, նա վերադարձել է Հայաստան նույն ոճը եւ ստեղծվել է Կառնի տաճարը։ Այ Կառնի տաճարը Եվ դրա համար եւ դա մեծ գիտնականներ Պյոտրովսկին, Սահինյանը եւ դրանք բոլորը ապացուցել են, որ Կառնի տաճարը եղել է դա նախադիպը հունական պերիպտերային այդ տեսնենք սա Կառնի տաճարի ավերակներն են, իսկ սա նորն է, բայց սա այսի Ռոմում կառուցված եկեղեցին է, դա կառուցվել է Կառնի տաճարից հետո։ Եվ այսպես հիմա մենք կարող ենք ասել, որ Կառնի տաճարի, որը միակն է ամբողջ նախկին սովետական միության եւ Ռուսաստանի այսպիսի տաճարի տիպը, դա համարվում է առաջի աստեցությունը դեպի Եվրոպա հայկական ճարտարապետության։ Դա Մուսասիրի տաճարն է, ուրարտական տաճարն է, որը համարվում է խալխի աստծո տաճարը, որը ասում է, հա, հետո ինչ ենք օրինակ այս նկարը մենք որտեղից ենք վերցնում, էմոցիոս տվեցի։ Ասորստանցիները, երբ որ հարձակում են Ուրարտուի վրա եւ նրանք կործանում են խալխի տաճարը եւ նրանք որպես բարձանք Սարտուր երկրորդի պալատի պատին քանդակել են այդ ամբողջ պատմությունը եւ հա այդ նկարը մեծ է հասել ոչ թե այդ տաճարը չկա բայց դրա նկարը հասել է Սարտուր երկրորդի պալատական շենքի պատից եւ դա այսօր աշխարհը ընդունում է որ այո պերիպտերային տաճարի նախատիպը համարվում է Մուսասիրի տաճարը որի հայկական վարիանտը դա Կառնի տաճարն է Եվ գիտեք ինչ, դա շատ ուսումնասիրության, շատ երկար օրինակ Սահինյանը, որ կատարեց Կառնի տաճարի վերականգնումը, ինքը ոսկերչական գործ է կատարել եւ մանրամասն ուսումնասիրելով նա իր ամբողջ այդ մտքերը խաղապարները հավաքված է իր ստեղծագործության մեջ, որը կոչվում է Կառնի անտիկ տաճարի կառուցվածքը։ Եվ նա եթե ցույց կտամ ուրիշ նկարներ Շատ ուշ է բանանում Ահա Այդ տեսեք Քիչ առաջ ասեցի, որ հայկական ճարտարապետության աստեցությունը Իտալիայում, այսինքն Բիզանցիայում սկսել է դեռևս այն ժամանակաշրջանից, երբ որ Իտալիան դեռևս պետություն չէր, այլ նա համարվում էր բյուզանդական կայսրության բաղկացուցիչ մասը։ Տեսեք, իհարկե այսօրվա մեր թեմայում այդքան չենք կարող մենք ցես պատահել, բայց տեսեք, սա իտալական տաճարներն են, մինչև Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի կառուցումը։ Դա ուրեմն դրանք գտնվում են Իտալիայում եւ տարբեր ժամանակաշրջանում կառուցված եւ ունեն շատ հետաքրքիր ճարտարապետական լուծումներ, եւ որոնք կառուցվելով Իտալիայում մինչև Հռոմի Սուրբ Պետրոսը, դրանք դա Հռոմի այդ առաջինը, դա Հռոմի Սանտ Սաբինա տաճարն է, այսա, իր ներքին տարածքը, մյուսը դա Ֆլորենցիայում կոչվում Սան Մինյատոն, իմիջիայլոց Սան Մինյատո եկեղեցին, հենց անունը ինքը Մինյատո, դա
համարում է, որ դա իտալական անուն չի, դա Սուրբ Մինասն է, որը եղել է Իտալիայում, համարում է իտալական քարոզիչներից մեկը, քրիստոնեական, այնտեղ էլ ինքը մահացել է եւ այդ եկեղեցին նրա անունով էլ կառուցվել է, Սանտ Մինյատո, որը համարվում է Իտալիայի սուրբերից մեկը։ Եվ այստեղ կա ամպրոսիոն տաճարը եւ շատ տաճարներ։ Հիմա այդ ամենակարևորը մերից հուշարձան ցույց կտամ, որը ավելի բարձրորդ տերևում է դա։ Այդ տեսեք, այս շինությունը չի գնա, շատ դժվար է միանում, շատ ահա, այդ վերևն է, չի վերև է չի գալիս չի դուրսել է ահա վերջապես այն այք այս կառուցվածքը սա մեր դեկորի տաճարն է որը կառուցվել է սա եկել է նախկին Մեհյան Ցայգը նախքի Մեհյան եւ ինքը կարող հետո քրիստոնեություն ընդունելուց հետո նա վերածվել է եկեղեցու բայց այսեղ մի կարևոր հանգամանք կա որ այս տաճարի մեծ կամարի կմպետի քարերը կառուցված են ընդհանրապես կմպետի ընդհանրապես կամարների քարերը լինում են սեպացև բայց այստեղ սեպացև լինելուց հանդերձ այստեղ կառուցված է մի նոր ոճ, որը ոչ մի երկրում չկա, միայն Հայաստանում է եղել։ Եվ սա միակ շենքն է ամբողջ Հայաստանում։ Հաղպատում են այդ նույն բանը, բայց ավելի շատ սա է եղավ, սա է գլխավորը։ Այստեղ կամարի քարերը Սեպացև քարերը կառուցված են իրականացված են ատամնավոր շարվածքով, ատամներով իրար հետ բռնած են։ Եվ դա հետաքրքիր հենց սա, հենց այս պատճառը եղավ, որ ցույց տանք, որ այս հուշարձանը ունի իր ասոցիացիոնը Իտալիայում։ Teacher started saying, "There's nothing in your." Teacher started saying, "Pozorowszy." Լավ, մենք գնանք կարճալի դատարի եւ փորձենք դա աշխատացնել։ Ցել բարեկամներ մնացեք մեզ հետ, մենք գնանք կարճալի դատարի, շուտով կվերադառնանք եւ շարունակենք։